Այսօր ընկերուհուս գենդեր փարթին է, բայց անցնելու է ասենց ուղղակի կարելի ասել ֆոտոստուդիայում մեր ամենամոտ ընկերուհիներով ենք լինելու։ Զուտ իրանց հետ ներկա լինենք այդ գեղեցիկ պահին։ Դրա համար մի կես ժամ տանը մնացի ու նորից դուրս եմ եկել, հեսա իրան գալիս են ինձ վերցնեն մեքենայով ու գնանք։ Երեխեք ջան, հավես կլինի, այնտեղ կփորձեմ ձեզ համար կադրեր նկարել, ինչ-որ շտապօգնություն մտավ բակ։ Երեխեք, մենք արդեն տեղում ենք այստեղ լինելու։ Ոնց է, ես կարամ գմփցնեմ։ Մարդ եմ մանգալի գմփցնեմ։ Մենակ ինքն է իմացել, երեխեք։ Ինչ արել եմ, չեմ արել, չի ասում։ Ոչ մեկին չեմ ասել։ Լավ եմ, չէ՞։ Պակուշենյա է ուզում իր հավատը շատ կազմակերպելա, բերանը փակ, վստահելի անձնավորություն։ Կարակ դիմեք, գենդեր փարթիներում ստացի, դիմեք։ Բայց մորփուր է դառնում։ Մենք արդեն պատրաստվում ենք, երեխեք։ Խի՞։ Բայ։ Հա լավ, հեսա ֆոտոն։ Ահա։ Okay. Այո, առաջի օրից ասում էի։ Կեսատորցիկ ենք կտրատում, այստեղ սենց նստենք մի հատ արագի մեջ նշենք, էլի հենց ստուդիայում։ Այստեղ բրոկոլի, չերի, լոլիկներ, սոխ, կանաչեղեն, պանիր, խնձոր, խնձոր չեն էլ ուտում գիտես, չէ ունենք, այս հացերը, հոթդոգի, նրբերշիկ երեխեքը խնդրեցին, երբեմն ենք առնում, վարունգ, կարտոֆիլ ունենք, խորս լիքը, ոչինչ, մակարոշկա, այսպիսի ինչ-որ բան, համով բաներ կսարքեմ, ինչ-որ այս բանջարեղենային մասով, այս մասից ես կխուսափեմ, այս մասը կվերցնեմ ինձ։ Երեխեք ջան, ես ու աղունս եկանք մի բան ուտելու, քանի որ սոված մեռնում եմ, իսկ այսօրվա պրակտիկան շատ երկար տևեց, 3 անց է երևի արդեն 11-ից, իսկ ես առավոտ 7-ից արթուն եմ, ոչինչ չեմ կերել, դրա համար սենց մի հատ պատվիրել եմ էլի։ Ընկերուս հետ նստեցինք, խոսեցինք, զրուցեցինք ահագին եւ հիմա որոշեցի, որ ոտքով պետք է քայլեմ, որտեղ եղանակը այս պայն կոնկրետ անձրև չկա, տեղ-տեղ դաժե կապույտ է երկինքը։ Ուզեցի քայլեմ էլի մի քիչ իրենց հոգնոտը, այսօր շատ երկար տևեց պրակտիկան, մյուս օրերը տենց ավելի քիչ էր, այսօր տենց անսպասելի եղավ, 4 մասնագետի հետ խոսել եմ, 4 թե 5, 4 ոնց որ բավականին ծավալուն ինֆորմացիա, ու այդ սաղ պետք է գնամ թղթապանակի մեջ հավաքեմ էլի։ Կարոչի, իսկ երկուշաբթիից սկսում է գժական համալսարանային դասերը, նորից դաս, նորից գրավորներ, նորից միջանկյալներ, տնայիններ, ներվատրոկեք, իհարկե նաև թղթապանակի այդ պաշտպանություն պրակտիկայից ասած։ Երեխեք, այստեղ խոհանոցում զբաղված եմ մի փոքր բանով, պատրաստման աշխատանքներով, այստեղ այդ նոր կարտոֆիլ եմ խաշել, հենց կեղևով, այնուհետև կտրատել եմ կանացող, կանաչեղեն, ձեթ եւ մի փոքր աղ, ինչի մի փոքր, որովհետև կարտոֆիլը խաշելից արդեն աղ կար։ Հիմա անուշաբուրում ահավոր, ուզում եմ ասնել բրոկոլին։ Երեխեք, ես փոշմանեցի, խնդրում եմ խոհանոցի քաոսին չնայեք, որովհետև անկեղծ լինեմ, դեռ հավաքել չի հաջողվել, միայն պատրաստում եմ։ Ուրեմն այստեղ մի լավ լվացի բրոկլին եւ դրել եմ որ քամվի, բայց որոշեցի ոչ թե պանիր եւ այլն, այլ հիշեցի որ ունեմ պաքսիմատ եւ մտածեցի որ կարելի է բրոկլին թաթախել ձվի մեջ, հետո պաքսիմատի մեջ ու այդպես տապակել։ Ինձ թվում է համեղ է ստացվելու, բայց մինչեւ այս ամեն ինչ անելը ես մի քիչ հիմա աղ կցանեմ բրոկլի վրա, կխառնեմ, նոր հետո արդեն կթաթախեմ ամեն ինչի մեջ։ Չգիտեմ, տեսնենք, հլա անպայման կկիսվեմ, համով էր, համով չէր, միգուցե ձեզ էլ հետաքրքրի այս տարբերակը, եթե իհարկե դեռ չեք պատրաստել այս տարբերակով։ Եկեք մի հատը միասին անենք, հələ տեսնենք ինչա ստացվում։ Ասենք գցեցինք այստեղ։
Ձախ ձեռքով եմ անում, երեխեք ներեցեք մի քիչ ոչ այնքան պատշաճ վիճակից համար, ահա, հետո թաթախենք այստեղ, բաքսիմատի մեջ, երեխեք ջան կամաց պապայի մոտ դասը, արցի, մի րոպե, երեխեք ջան, հեսա մի հատ անջատեմ, նորմալ անեմ, թավայի մեջ տեսքը ցույց կտամ, լավ, այսպես ա լինում, ուղղակի հիմա ես բերանը կփակեմ, որ ձեթ ձախ չթրջի երեխեք ջան, եւ այս նույն սկզբունքով բոլոր կողմերից կտապակեմ մեր ամբողջ քանակությունը։ Երեխեք ահա որ վատ եղանակ է, բայց այսօր իմ ընկերուհու իվենթն է, ահա զանգեց անին, տաքսիով իմ հետևից է գալիս։ Ես գտնվում եմ բանում, մի հատ շատ գեղեցիկ վայրում, որտեղ էլի մի իվենթ ենք ունեցել, այսօր էլի ընկերուհուս իվենթն է։ Կամերայից որակը լավը չի, որտեղ մաքրած չի, սորի, ներսում կմաքրեմ կնկարեք։ Համով ուտեսներ, այս են դիսերտաբաժին հասել մեզ, պաղպաղակա չէ կողքան, հետաքրքիր է շատ, երեխեք ջան հերթը հասավ գլասեին, ամեն մեկս մեր սիրելի սուշն ենք պատվիրել, բայանի հարաման ես դու հարամ, երեխեք ջան, ես տանում մենակ եմ, խորենը երեխեքին ատամնաբուժարան է տարել, իսկ ես իվենթից վերադարձել եմ տուն, իրենք տանն էին, որ ես եկա, ասեցի ձեզ էլ նվերներս ցույց տամ, նվեր քարտ եւ այլն ցույց չեմ տալիս, մի հատ էլ մանկական փոքրիկ ծածկոց եմ նվեր ստացել, բայց քան որ իմ երեխաների տարիքի չի ինքը, ես այդ հետո կնվիրեմ իմ հղի ընկերուհուն, դա արդեն տարել եմ, էլի դրա համար եմ սենց պակմելով ասում, ստացել եմ այսպիսի շղթա, այսպիսի շղթա, ուր ես, արի, գեղեցիկ, բանի նշանն է այդ, դուք ասեք, բիսկանիչնեսի, ես մանր քարիքների սիրահար չեմ, բայց այստեղ քարիքները բավականին նուրբ ու ոչ աչքի զարնող են, հենց այդ թափանցիկ քարիքների մասին եմ խոսքում, այնպես որ կգրեմ ինձ թվում է իրան, գեղեցիկ զարդա, հետո այն այս Պեչենյուշկաների ընկերությունից նոր համեր են, այստեղ կան նուտելայով, շոկոլադ, գալուգի կակա և կոկոսի քերուկով կա, սրանք ունեմ խորենին, գեղեցկության սրահի քարտ ունեմ, իրենցից մի հատ էլ ունեի, ժամկետը ոնց որ անցավ չգնացի, այս նայում եմ էլի մի ամսվա է, չգիտեմ կհասնեմ գնամ թե ոչ, բայց կարող է ինչ-որ մի առիթով գնամ տեսնենք, այդ էլ այդպես երեխեք ջան, վсё, հա, ծաղիկներս նվեր եմ ստացել դրել եմ ջրի մեջ, շատ հավեսեր աղջիկներով ասեցինք, խոսեցինք, ժամանակ անցկացրեցինք, շատ համեղ դիսերտեր, այնտեղ շտրուդելներ, երեխեք պաղպաղակով, կարտոֆիլի ինչ-որ, սորի, կարտոֆիլ եմ ասում, խնձորի միջուկով սենց բաներ, դիսերտեր, համով էր շատ, ես նուրբ, պարցիոններ, բոլորից բերեցին, вообще այդ տեղը հավանում եմ, շատ սիրալ իրա վերաբերմունքը իդակ տալի, Այդ էլ այդպես, հիմա ես ուզում եմ գնամ մեյքափս մաքրեմ երեխեք ջան և անցնեմ իմ մնացած գործերին։ Ուրեմն երեխեք, ՎԲ-ից պատվիրել եմ իմ համար մի հատ սենց դիզադարանտ։ Խորիկը ինձ միշտ ասում էր, ան այդ քիմիական բաները չեմ ուզում օգտագործել, չկա մի հատ ավելի որակով, որ սենց քիմիական սաստավ չունենա։ Ես էլ ասում եի խոր, բայց դրա բնականները հոտ չունեն էլի անուշ, իսկ ես սիրում եմ, որ անուշ ա բրում, ուղղակի իրանք այդ քրտնինքի հոտն են էլի կանխում որ լինի, բայց իրենցից բխող բույս չունեն, բայց վերջը որոշեցի հանձնվել,
ու վերցրեցի այսպիսին, ոչ մի հոտ չունի, ինքը բան է երեխեք, բնական, վայ մոռացա բառը, որ աճում է բնության մեջ, ինչ են ասում, բյուրեղային այդ, բառը չեմ գտնում, կարոչը բյուրեղ եկեք սենց ասեմ, և իրան շատ երկար է կարելի օգտագործել, չնայած ժամկետը 2 տարի է տրված, իրան ուղղակի գոլ ջրի տակ պետք է սենց մի հատ մտցնես ու քսես թևա տակերիդ ու վերջ, օձիվները շատ գոհ են, որ լավ է, ամեն ինչ ընտիր է, կփորձեմ կասեմ երեխեք ջան, չգիտեմ, ամեն դեպքում շատ հետաքրքիր է, աբսոլյուտնը հոտ չունի, այսպիսի ինչ-որ ձեռք բերում, հələ կասեմ լավն է, վատն է, не знаю, բայց անպայման կկիսվեմ ձեզ հետ օձիվները, որտեղ ինձ էլ է հետաքրքիր, իրոք հոտ չի գա որևէ տեսակի քրտինքի, թե ոչ։